Վարդանյան, Ադրբեջանը հավելյալ պահանջներ է ներկայացնում ևս մամուլի տեղեկությունների վերջին հանդիպման ժամանակ, որ տեղի ունեցել Ալբանիայում, Ադրբեջանի նախագահը նաև զինանշանի մասին է խոսել եւ ասել է, որ պետք է զինանշանի վրայից Արարատսարը հանգի։ Այս առումով արդյոք դուք տեղեկություններ ունեք եւ արդյոք սա եթե կարող եք քննարկել Հայաստանում։ Ես ինձ թվում է պետք է իրավականից եք հարցնելու, որտեղ բավական հետաքրքիր հարցեր են քննարկել։ Իսկ ես կխնդրեի դուք աղբյուրները հիշատակեք պաշտոնական, որովհետեւ մենք կարողանանք քննարկենք, գիտեք, ասակոսների մակարդակով հնչած հարցերին մենք չենք պատասխանում։ Ես չեմ պատասխանում եւ եթե դուք սկսեք իրար ընդհատեք, ես դադարեցնելու եմ քննարկումը։ Զինանշանի մասին առաջի անգամ չէ, որ իրենք խոսում են։ Եթե անգամ Զինանշանի մասին դուք ավելի շատ եք խոսալ, ոնց որ կան։ Ես էլ եմ ասում, Սահմանադրության մեջ ամրագրված ցանկացած դրույթի սեփականատերը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ինքն է որոշում Սահմանադրական ինչ կարգավորումներ ունի, այդ զինանշանի հետ կապված։ Այսքանը շնորհակալություն։ Այլ հարցեր։ Իմպիչմենտի գործընթացի հետ կապված, պարոն Վարդանյան, որ դեպքում կմիանաք եւ արդյոք երկու նախաձեռնություն բացարձակապես որևիցե եղանակով լուրջ չեմ տեսնում այդ քննարկումները, հաշվի առնելով այն հանգամանք, որ հերթական ընտրությունները ըստ էության նախատեսված 2026 թվականին որևիցե գործընթաց, որը վերաբերում է կառավարության նկատմամբ վստահություն հայտնելուն, ես առնվազն այս փուլում լուրջ չեմ ընկալում եւ ես կխնդրեի նաեւ իրավական առումով ասենց ականջը ծակմել, իմպիչմենտ արտահայտություն չի կարող կիրառվել կառավարությանը հայտնած անվստահության նկատմամբ։ Սա այլ գործընթաց է, որը վերաբերում է նախագահական պետությունների նախագահային հայտնող իմպիչմենտին։ Պարոն Վարդանյան, հիմա անվստահության այդ գործընթացը իրավական գործընթաց է։ Դուք ճիշտ եք, գուցե անլուրջ եք վերաբերում, բայց իրավական գործընթաց է, այդ իրավական գործընթացի հետ կապված ձեր վերաբերմունքն ինչպիսին է, այսինքն լավ, դուք չեք միանում, հայտարարում եք, բայց ամեն դեպքում այս իրավիճակում արդյոք Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախապայմաններ կամ պայմաններ չկան։ Դուք հասկացաք ձեր հարցը։ Ես նորից վերարտադրեք, ես իրավական համարությամբ նախատեսված ցանկացած իրավական գործընթաց իրավունք ունի գոյություն ունենալու։ 1 Այսքանը։ Ես կներեք, եթե ուզում եք նկարագրեք, դիմեք բանին, որից համալսարանականի, որ ինքը նկարագրի ձեզ եւ փորձի իրավական գիտելիքների։ Ես էլ եմ ասում, ես համարում եմ, որ բացարձակապես գործընթացը ամբողջությամբ անլուրջ է, իմպիչմենտ արտահայտությունը ինքնին դիտարկում է որպես առնվազն, ասենց ասեմ, ոչ լուրջ վերաբերում սահմանադրական կարգավորումների նկատմամբ, ինչ վերաբերում է կառավարության անվստահության հայտնելուն, այդ գործընթացի շրջանակներում յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի գործել այնպես, ինչպես ցանկանում է, իր խղճի մտով։ Ես որևիցե այլ հավելյալ մեկնաբանություն սրա վերաբերած տալ չեմ ցանկանում։ Դուք ասում եք ընտրությունների միջոցով կարող է ժողովրդին կամք արտահայտել, բայց իրենք ասում են, եթե ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա լծակներ վարչական կիրառելու, իսկ այս դեպքում եթե իրականացվի այս գործընթացը, ապա Նիկոլ Փաշինյանը Դուք ինձ ուզում եք ասեք, որ ընտրություններից ավելի լավ եւ ժողովրդավարական ձև կա իշխանություն ձևավորելու, եթե նման ձև գիտեք, իրանց մեկնաբանությունները հարցեք են, ժողովրդավարությունից լավ կառավարման ձև դեռ կներեք մարդկությունը չի հորինել, իսկ ընտրությունները եւ ազատ եւ թափանցիկ ընտրությունները միակ եղանակն են լեգիտիմ իշխանություններ ձևավորել, այսքանը։ Բաբիկ Աղազարյանը քիչ առաջ ասում էր, եթե Էդմոն Մարուքյանը լինի տեխնացուն, ամենաարդար ընտրությունները կանցկացվեն, ինչպես կմեկնաբանեք։ Ես չեմ ուզում մեկնաբանել, պարոն Աղազարյանի ասած ես պարտավորել չեմ մեկնաբանել։ Իսկ դուք ինչպես կմեկնաբանեք։ Չէ, դուք ձեզ հարց տվել, դուք պետք է մեկնաբանեք։ Ես չեմ կարող, գիտեք, ես չեմ կարող կարդալ ոչ պարոն Հովիկ Աղազարյանի, ոչ ձեր մտքերը, ոչ էլ կարող պատասխանեմ դրանց վերաբերյալ։ Ինձ հարց ունեք, կներեք, հարց ունեք, ինձ հարց ունեք։ Ինձ հարց։ Մարուքյանը երեք ասաց, որ կառավարությունը չի կատարել 2021-26 Շատ բարի, բայց դա Էդմոն Մարուքյանը չէ, կամ ոչ ես, կամ դուք չպետք է որոշեք, դա հենց ընտրողն է որոշելու հաջորդ ընտրությունների ժամանակ։ Բոլորս որպես ընտրող կորոշենք 2026 թվականին, ոչ ոք միջև այդ չի կարող ասի կառավարությունը կատարել է կամ չի կատարել իր պարտականությունները։ Պարոն Վարդանյան, Ադրբեջանի նախապայմաններից մեկն է խաղաղության պայմանագրի ստորագրման, այն սահմանադրությունը փոխելն էր։ Հիմա որ չի ստորագրվում պայմանագիրը, գլխավոր խնդիրը սահմանադրությունն է, թե կան այլ խնդիրներ։
բանակցությունները շարունակում են, տեքստը համաձայնեցված է, գիտեք, եւ որևիցե հավելյալ մեկնաբանություն այս հարցով չենք ուզում տանք։ Ես տեսեք, մոտավորապես որ հասկանանք, տեսեք, ինչ կարգի հարցեր եք տալիս, որտեղից որտեղ, եւ ակնկալում եք, որ ես բոլորին պետք է պատասխանեմ։ Ես ասում եմ հետեւյալը, բանակցությունների գործընթացն ավարտվել է, տեքստը համաձայնեցված է, Հայաստանի Հանրապետությունը հայտնել էր պաշտոնական դիրքորոշումը, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը եւ պարզապես հիմա քննարկում են համաձայնագրի ստորագրման վայրը եւ ժամանակը եւ այսքանն է։ Ինչ նոր բաների մասին ենք խոսում։ Սա է մեր մոտեցումը, սա է պաշտոնական դիրքորոշումը։ Ալբանիայում բոլորս տեսան կադրերում Փաշինյանի կարճ զրույցը Ալիևի հետ։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ տեղեկացված եք ինչի շուրջ են զրուցել նրանք։ Չէ։ Ինչու ձեզ չի հետաքրքրում։ Չէ, հետաքրքրում է, բայց հնարավորություն չեմ ունեցել։ Այսինքն դեռ չեք հանդիպել Փաշինյանին։ Դեռ չեմ հանդիպել։ Նախատեսում եք խմբակցության նիստ Փաշինյանի։ Գուցեև։ Եվ ուզում ենք հասկանալ, վերջը կարող է նոր նախապայման է կամ Փաշինյանը ստացվել է Փաշինյանի հավաքության պայմանագրը։ Իմ հետ հարցազրույցները չի ստացվել, ես ասեմ ինչու։ Ես այդ առումով լավը չեմ, որտեղ ինձանից սենսացիա չեք կորզել։ Սենսացիա չէ, մենք ուզում ենք Ես ասում եմ հետեւյալը, մենք դուրս ենք եկել, այո, թիմի անդամ եմ։ Թիմի անդամ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավաբանապետ, երևական հանձնաժողովի նախագահ եմ, լիքը բաներ կա, լիքը կարգավիճակներում հանդես կարող եմ գալ։ Բայց կներեք, էլի դուք, չգիտեմ, 7-8 լրատվամիջոց կստե։ Քրեական օրենսգրքի 2 կարևորագույն փոփոխություններ են քննարկում։ Ձեզ այդ հարցերը չեն հետաքրքրում։ Ձեզ չեն հետաքրքրում հավելյալ հարցերը, մոտեցումները, հարցադրումներ, մոտեցումներ, դիտարկումներ չունեք։ Ձեզ հետաքրքրում է միայն սենսացիա։ Սենսացիա ինձանից այսօր չեք ունենալու։ Այսքանը շնորհակալություն։